Մեկնարկը շոկային էր, բայց ոչ խաղի։ Ամեն ինչ պատրաստ էր Ուրարտու Ռիազան խաղի մեկնարկին, բայց սուլիչից մի քանի րոպե առաջ հայտնի դարձավ, որ երևանյան թիմի 3 բասկետբոլիստներ՝ Արիզոնա Ռեյդը, Վիկտոր Ուսկովը եւ Վիկտոր Հովսեփյանը փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով չեն կարող մասնակցել հանդիպմանը։ Խառնվեցին թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոքչյանի ծրագրերը։ Նա ստիպված խաղի մեջ ներգրավեց պահեստային բասկետբոլիստներին։ Առաջատար բասկետբոլիստների բացակայությունը նկատվեց առաջին քառորդում, որտեղ Ուրարտուն պարտվեց 20-22 հաշվով։ Երկրորդ քառորդում հայկական ակումբը բացահայտ առավելություն ուներ ու մրցակցին հաղթեց 20-12 հաշվով։ Երրորդ եւ չորրորդ քառորդներն անցան հավասար պայքարում։ Ամեն ինչ գնում էր դեպի Ուրարտուի հաղթանակը, սակայն մրցակիցը խաղի ավարտից 4.8 վայրկյան առաջ հավասարեցրեց հաշիվը՝ 82-82։ Խաղը տեղափոխվեց օվերթայմ։ 5 րոպեանոց լրացուցիչ խաղափուլում Ռեազանը հաղթեց 11-7, ընդհանուր 93-89 հաշվով։ Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում Ուրարտուն մեկնարկեց տպավորիչ խաղով, բայց պարտությամբ։ Տղաներից հոգնածություններն եւ սխալներ շատ արեցինք դրա համար, բայց հույսով եմ, որ Արիզոնան կխա եւ Ուսկովը կխա գալ խաղում։ Լրիվ տարբեր խաղ կլինի, պետք էր լրիվ կազմով խաղալ եւ այդ ժամանակ ամեն խաղացող իր տեղը կունենար, որտեղ ոչ պաշտպանություն խաղացենք, ոչ էլ այսչափ վատ խաղալով կարող ենք հաղթել։ Тяжело для всех, для любой команды. Շատ բարդ հանդիպում ստացվեց։ Բնական է, Ուրարտուն ցանկանում էր հաղթել իր հարկի տակ։ Հետաքրքիր էր, որ երկու մրցակիցները միավորների չնչին տարբերությամբ էին խաղում եւ վայրկյանների ընթացքում առաջ էին անցնում միմյանցից։ Լինելով նորեկ, Ուրարտուն բավականին ուժեղ մրցակից է։ Ուրարտուի նորեկ ամերիկացի Թոդո Բրայնի կարծիքով Ուրարտուն լավ խաղ անցկացրեց, սակայն թիմի ծրագրերը խառնեցին հանդիպման պատասխանատուները, որոնք խաղից մի քանի րոպե առաջ հայտարարեցին, թե 3 բասկետբոլիստներ չեն կարող խաղահրապարակ դուրս գալ։ Yeah, I mean, it's a difficult game. Obviously. Դժվար խաղեր, ցանկանում էինք հաղթել, բայց բազմաթիվ խոչընդոտներ կային։ Ես շատ վատ հանդիպում անցկացրեցի, խաղին չմասնակցեց մեր թիմի ամենաուժեղ բասկետբոլիստներից մեկը՝ Արիզոնա Ռեյդը։ Մարշչի հետ կքննարկենք թերությունները, հաջորդ խաղում պետք է հաղթենք ու ուրախացնենք մեր երկրպագուներին։ Երևանում Ուրարտուի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 9-ին։ Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում հայկական ակումբն իր առաջին միավորները կփորձի վաստակել Սամարա թիմի հետ խաղում։ Գրիգոր Ավետիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։